Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախ համարոտ։ Ճանապարհաշինության նոր ծրագրեր, խաղային ոլորտի վերահսկողության նոր փուլ եւ պետության սեփականություն դարձած Գույքի կառավարում։ Կառավարության այսօրվա նիստում ընդունվել են մի շարք կարևոր որոշումներ։ Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան։ Նա Չոլպան Ատայում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որին մասնակցելու են նաև Ռուսաստանի, Բելարուսի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի կառավարությունների ղեկավարները։ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կտրուկ նվազում է։ Այն նախորդ տարվա համեմատ նվազել է 2/3-ով, այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը։ 2024 թվականին Ռուսաստանի եւ Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել էր ռեկորդայինի մոտ 12 միլիարդ ԱՄՆ դոլարի, ինչը շատ մեծ ցուցանիշ էր, սակայն անցյալ տարի այն նվազել է մինչև 8 միլիարդ դոլարի։ Վրաստանի խորհրդանի նախագահ Շալվա Պապուաշվիլին շնորհավորական ուղերձ է եղել Ռուբեն Ռուբինյանին ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթելով հաջողություններ։ Ազգային ժողովում քննարկվել է ընդդիմադիր Ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Արամ Վարդևանյանի թեկնածությունը խորհրդանի նախագահի տեղակալի պաշտոնում, իսկ հարցուպատասխանը վերածվել է իշխանություն ընդդիմություն սուր քաղաքական բանավեճի։ Փոփոխություններ, որոնք առաջին հայացքից չեն երևում, բայց ամեն օր զգացվում են։ Արմավիրի մարզի Ակնալիճ, Միասնիկյան եւ Բաղրամյան բնակավայրերում Վիոլա ջուրը սկսել է ջրամատակարարման համակարգերի լայնածավալ վերակառուցման աշխատանքներ։ Ճանապարհաշինության նոր ծրագրեր, խաղային ոլորտի վերահսկողության նոր փուլ եւ պետության սեփականություն դարձած Գույքի կառավարում։ Կառավարության այսօրվա նիստում ընդունվել են մի շարք կարևոր որոշումներ, որոնք վերաբերում են ինչպես ճանապարհային ենթակառուցվածքների զարգացմանը, այնպես էլ պետական Գույքի արդյունավետ կառավարման եւ խաղային ոլորտի կարգավորմանը։ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում նաեւ հայտարարել է, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը հանձնվելու է հավատարմագրային կառավարման, առանց մանրամասնելու, թե որ կառույցի հավատարմագրային կառավարմանը հանձնելու մասին է խոսքը։ Նոր անդամներով համալրված գործադիրը սկսեց իր առաջին նիստը, որի որոշումներից մեկով Երևանի Աղայան փողոցի 7-րդ շենքի նկուղային տարածքն ու դրան հարակից հողամասը կամրացվեն տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական Գույքի կառավարման կոմիտեին։ Գույքը Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել հակակոռուպցիոն դատարանի կողմից կայացված վճռի հիման վրա գլխավոր դատախազության հայցերով Գույքի նկատմամբ արդեն իսկ գրանցված է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։ Այս համատեքստում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց ապօրինի ծագում ունեցող Գույքի բռնականցման գործերով վերջին արդյունքները։ Նրա խոսքով վերջին ամիսներին հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է մի շարք աղմկահարույց հայցեր, այդ թվում Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի, Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի, Անի Սարգսյանի, Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի եւ Մանվել Գրիգորյանի ժառանգների վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ այս պահին վերադարձված Գույքի արժեքը միայն ապօրինի ծագում ունեցող Գույքի բռնականցման գործառույթով 6 միլիարդ 300 միլիոն դրամ է։ Էլի անդրադառնալով այն ուղենիշին, որ սահմանել եք 2026-31 թվերի համար, նշեմ, որ այս պահին միայն ապօրինի ծագում ունեցող Գույքով ունենք 172 հայց դատարանում, երկուսը վարույթ ընդունելուն սպասում ենք, մեր ընդհանուր հայցագինը 628 միլիարդ 600 միլիոն դրամ է։ Բացի այս, մենք պահանջում ենք 1486 անշարժ գույք, 371 շարժական գույք, 464 իրավաբանական անձում մասնակցություն, ինչպես նաև դրամական միջոցներ, որոնց ընդհանուր չափը կազմում է 464 միլիարդ 600 միլիոն դրամ։ Կառավարությունը մյուս նախագծով էլ սահմանեց խաղային ոլորտի կարգավորման օպերատոր։ Բաց մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ընկերության կողմից ստեղծված խաղերի վերլուծության եւ մշտադիտարկման համակարգ ՍՊԸ-ն կկատարի խաղային ոլորտի միասնական մոնիթորինգի տվյալների վերլուծության եւ վերահսկողության գործառույթներ։ Նշեմ, որ երկարաժամկետ պայմանագիր է նախատեսվում, ինչը մեր ակտերով ֆիքսված էր, խոսքը 15 տարվա պայմանագրի մասին է։ Ընդ որում նշեմ, որ հաղթող ճանաչված ընկերությունը պարտավոր է այս որոշման ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսյա ժամկետում ամբողջությամբ ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգը եւ կատարել օրենքով սահմանված օպերատորի գործառույթները, այսինքն ստացվում է, որ մյուս տարվա սկիզբ մենք ունենանք ամբողջական ներդրված համակարգ, մի վերջին ամփոփում էլ նաև այս օպերատորի գործունեությունից հետո մենք մյուս տարի կգործարկենք եկամտային հարկի, շահումների եկամտային հարկի նոր հարկատեսակը
5% տարեկան եւ խոշոր շահումների դեպքում 10%։ Մեկ այլ նախագծով կառավարությունն առաջարկում է վերաբաշխել 2026 թվականի պետբյուջեի միջոցները պետական եւ տեղական նշանակության ճանապարհների, նաեւ կամուրջների հիմնանորոգման ու կառուցման աշխատանքներն ապահովելու համար։ Նախագծով նախատեսում է կատարել 15.65 միլիարդ դրամի վերաբաշխում եւ դրանք ուղղել մի շարք ճանապարհների եւ տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման, փորձաքննության, նախագծերի ծառայությունների ձեռքբերման, ինչպես նաեւ տեխնիկական ծառայությունների տեխնիկական եւ հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման համար նախագծի մեջ ընդգրկված ընդհանուր ճանապարհների երկարությունը կազմում է 63.5 կիլոմետր, մի մասը հանրապետական նշանակության, մի մասը միջպետական եւ զգալի մասը հիմնանորոգումների մասով տեղական նշանակության ճանապարհներ են։ Միաժամանակ պարոն վարչապետ կցանկանամ նշել, որ նախորդ չզեկուցվող հարցերի երկու հարցով էլ կրկին վերաբաշխումներ են կարել եւ 3.7 միլիարդ դրամ արդեն հատկացեցինք ընդհանուր 76.4 կիլոմետր երկարությամբ ճանապարհների միջին նորոգման եւ 1.6 միլիարդ դրամ կլաստերային դպրոցներ տանող ընդհանուր 10.6 կիլոմետր երկարությամբ ճանապարհների նորոգման հիմնանորոգման համար Ֆինանսավորում կուղվի հանրապետության տարբեր մարզերում ավտոճանապարհների հիմնանորոգմանը, նախագծերի մշակմանը, տեխնիկական ու հեղինակային հսկողությանը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Լոռու եւ Տավուշի մարզերում հեղեղումներից հետո վնասված ենթակառուցվածքների վերականգնմանը։ Նախատեսվում է կառուցել նոր մետաղական կամուրջներ Աղթալայում, Խաշթարակում եւ Բերդի ուղղությամբ, ապահովելով անվտանգ եւ երկկողմանի երթևեկություն։ Արագածոտնի մարզում Ռեաթազա բնակավայրով անցնող հատվածում ջրահեռացման կարգավորում այս տարի կիրականացվի, ընդ որում երբ որ այց էի կատարել գյուղ եւ այն ժամանակ անձրևների հոսքերը լցվում են մերձագա տները եւ բակերը եւ այդ ժամանակ հանձնարարեցի, որ մենք այդտեղ լուծում գտնենք, սա այդ նախագիծն է, ճիշտ եմ արձանագրում։ Պարոն վարչապետ, պայմանագիրը արդեն ունենք, շինարարական աշխատանքները առաջիկա շաբաթների ընթացքում կմեկնարկեն։ Շատ լավ։ Գեղարքունիքի մարզում Ծովակից Վարդենի ստանող ավտոճանապարհի 9 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, այս ճանապարհի մասին էլ ենք շատ խոսել։ Երկար մտածում ենք, թե ինչ տարբերակով է պետք առաջ գնալ, որովհետև ի սկզբանե նախագծված է ինքը բավական մեծ բարձրություն էր նախատեսում, որը մենք հասկացանք, որ չարժի այդքան ծախս անել, որովհետև իրատեսորեն Սևան այդքան չի բարձրանալու։ Վարչապետն անդրադարձավ նաև կրթության ոլորտին։ Ըստ նրա, այս տարի ընդունելության քննություններին անբավարար ստացած դիմորդների թիվը վկայում է, որ այս ոլորտում բարեփոխումները շատ են դանդաղում եւ այս համատեքստում կոմպրոմիսների պետք չէ գնալ։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Կառավարության նիստից հետո էլ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղստան, նա Չոլպան-Ատայում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որին մասնակցելու են նաև Ռուսաստանի, Բելարուսի, Ղազախստանի եւ Ղրղստանի կառավարությունների ղեկավարները։ Վարչապետին Չոլպան-Ատայի Իսիկ Կուլ միջազգային օդանավակայանում արդեն դիմավորել է Ղրղստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալը։ Այսօր Չոլպան-Ատայում կայանալու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, իսկ ընդլայնված կազմով նիստը կկայանա օգոստոսի 7-ին։ Արդեն կայացել է ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների համատեղ լուսանկարվելու արարողությունը, նաև տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որտեղ Ղրղստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կտրուկ նվազում է։ Այն նախորդ տարվա համեմատ նվազել է 2/3-ով, այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ ԵԱՏՄ-ի եւ Հայաստանի հարաբերություններում զարգացող իրավիճակը կանխատեսելի է, լրագրողների զրույցում Չոլպան-Աթայում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետը։ Նրա խոսքով վերջին 3-4 տարիների ընթացքում ռուսական կողմը բազմիցս զգուշացրել էր Երևանի գործընկերների նման զարգացումների հնարավորության մասին։ 2024 թվականին Ռուսաստանի եւ Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել էր ռեկորդային մոտ 12 միլիարդ ԱՄՆ դոլարի, ինչը շատ մեծ ցուցանիշ էր։ Անցյալ տարի սակայն այն նվազել է մինչև 8 միլիարդ դոլարի։ ՀԱԲ քաղաքական անվտանգության խորհուրդն էլ Մոսկվայում նոյեմբերի 11-ին հավանաբար կքննարկի Հայաստանի նկատմամբ ՀԱԲ կանոնադրության 25-րդ հոդվածի հնարավոր կիրառման հարցը։
Դրա վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի կոնսենսուսով։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ Նրա խոսքով Հայաստանի եւ ՀԱՊԿ-ի միջև որևէ կոնֆլիկտ գոյություն չունի։ Իհարկե, մենք ցանկանում ենք պահպանել Ռուսաստանի եւ Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունները հաշվի առնելով մեր ժողովուրդների կյանքի եւ ճակատագրի միահյուսումը, նույնիսկ ոչ թե տասնամյակների, այլ դարերի ընթացքում։ ՀԱՊԿ անդամ մյուս պետություններն էլ ունեն իրենց շահերն ու Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների իրենց պատմությունը, նշել է Վասիլևը ՌԻԱ Նովոստի հետ հարցազրույցում։ Մոսկվան ու Երևանը քննարկում են Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության եւ Վլադիկավկասում Հայաստանի հյուպատոսական գրասենյակի բացման հարցը ՌԻԱ Նովոստին հայտնել է Վլադիկավկասում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչության ղեկավար Բագիր Մամիևը։ Նա ընդգծել է, որ Վլադիկավկասում արտաքին գործերի նախարարության ներկայացուցչությունը կայուն աշխատանքային կապեր է հաստատել Դոնի Ռոստովում գտնվող Հայաստանի գլխավոր հյուպատոսության հետ, այդ թվում Վերին Լարսի անցակետում գտնվող հայկական փոխադրողների հետ կապված հարցերի շուրջ, որը մնում է Ռուսաստանը, Վրաստանի եւ հետագայում Հայաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհը։ Վրաստանի խորհրդանի նախագահ Շալվա Պապուաշվիլին շնորհավորական ուղերձ է եղել Ռուբեն Ռուբինյանին, ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթելով հաջողություններ։ Շնորհավորական ուղերձում Պապուաշվիլին նշել է, որ Վրաստանի ու Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է փոխադարձ վստահության, բարեդրացիական հարաբերությունների եւ ընդհանուր շահերի վրա, վստահություն հայտնելով, որ երկու երկրների խորհրդաների միջև սերտ գործակցությունը կնպաստի միջխորհրդանական կապերի հետագա ամրապնդմանը եւ ռազմավարական գործընկերության ընդլայնմանը։ Ազգային ժողովում էլ քննարկվել է ընդդիմադիր ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Արամ Վարդևանյանի թեկնածությունը խորհրդանի նախագահի տեղակալի պաշտոնում։ Թեկնածուն ներկայացրել է իր գործունեության առաջնահերթությունները, իսկ հարց ու պատասխանը վերածվել է իշխանություն ընդդիմություն սուր քաղաքական բանավեճի, Հայաստանի զարգացման ուղու, տարածքային ամբողջականության, խորհրդանական վերահսկողության եւ քաղաքական պատասխանատվության թեմաներով։ Ազգային ժողովում քննարկվեց ընդդիմադիր ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Արամ Վարդևանյանի թեկնածությունը խորհրդարանի նախագահի տեղակալի պաշտոնում։ Հայաստանի Սահմանադրությամբ ազգային ժողովի փոխնախագահներից մեկը պետք է ընտրվի ընդդիմադիր խմբակցությունից, իսկ 105 падգամավոր ունեցող խորհրդարանում ընտրվելու համար անհրաժեշտ է առնվազն 53 կողմ ձայն։ Թեկնածուն իր ելույթում հայտարարեց, որ ընդդիմությունը որոշել է ստանձնել Սահմանադրությամբ իրեն վերապահված պատասխանատվությունը եւ ամբողջությամբ օգտագործել խորհրդարանական գործիքակազմը։ Իմ երազանքը չի եղել լինել ազգային ժողովի падգամավոր կամ ազգային ժողովի նախագահի տեղակալ։ Ինչի համար ենք ստանձնում այս պատասխանատվությունը, որովհետև մենք գտնում ենք, որ ազգային ժողովի սահմանադրության վերապահված բոլոր լիազորությունները, գործիքակազմերը պետք է իրացվեն մեկ առաջնային նպատակի համար՝ ուժեղ Հայաստան ունենալու։ Վարդևանյանի խոսքով ընդդիմությունը մտահոգված է երկրի զարգացման ուղղությամբ, անվտանգության, ազգային ինքնության եւ իրավական համակարգի խնդիրներով։ Նա առանձնահատուկ անդրադարձավ քրեական արդարադատության ոլորտին, պնդելով, որ կալանքը միշտ չէ, որ կիրառվում է որպես ծայրահեղ միջոց եւ հաճախ անտեսվում են ավելի մեղմ խափանման միջոցները։ Միաժամանակ թեկնածուն առաջարկեց փոխել ընդդիմության հեղինակած օրենսդրական նախաձեռնությունների քննարկման մոտեցումը։ Դրանք մշտական հանձնաժողովներից հետո նաեւ լիագումար նիստերի օրակարգ հասցնելու նպատակով։ Թող ազգային ժողովը լինի իրապես օրենքի նախագծերի մասին, հայտարարությունների նախագծերի մասին, որը իրենից քաղաքական բովանդակությունը կներառի։ Եկեք այդ գիծը քաշենք։ Անկախ ամեն ինչից, թե անկախ նրանից ոնց կքվեարկվի այդ նախագիծը այս նիստերի դահլիճում, բայց թող քննարկվի այս նիստերի դահլիճում։ Նրա առաջարկներից մեկն էլ ընդդիմությունից ընտրված ԱԺ փոխնախագահին Վենետիկի հանձնաժողով դիմելու իրավասություն տրամադրելն էր։ Հարց ու պատասխանի ընթացքում իշխանություն ընդդիմություն բանավեճը կրկին կենտրոնացավ Հայաստանի տարածքային ամբողջականության թեմայի վրա։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Արթուր Հովհաննիսյանը Վարդևանյանին կրկին հարցրեց, թե որքան են ըստ ուժեղ Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքները։ Դուք ասում եք 29743-ն է, բայց նույն վճռականությամբ չեք խոսում Հայաստանի Հանրապետությունում առկա օկուպացիայի մասին, դրա լուծման ճանապարհների մասին։ Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև Վարդևանյանի քաղաքական վերադարձին։ Այս առումով падգամավոր Բաբկեն Թունյանն ընդգծեց. Դուք նշեցիք, որ 2022 թվականի նոյեմբերին մանդատը բայր դրեցիք, որտեղ ասացիք, փաստացի ձախողեցիք պայքարը։ Այդ դիմադրության շարժումից հետո ձեր տեղը այլևս քաղաքականության մեջ չի գտնում։ Հիմա եթե հաշվի առնեք նախընտրական շրջանում ձեր օրակարգն ու խոսույթը, դուք դա էլ ձախողեցիք, որովհետև ձեզ համար հաղթանակը
մի ձև ունեն, դա Սամվել Կարապետյանի վարչապետ լինելն էր, որը մենք անկեղծ ասած որևէ կերպ չենք պատկերացնում։ Հիմա այսինքն այդ ձախողում չէր եւ դա արդյոք չէր նշանակում, որ այս դեպքում էլ պիտի հրաժարվեիք։ ՔՊ խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը հետաքրքրվեց, թե ինչ տարբերություն կա Հայաստան դաշինքի եւ Ուժեղ Հայաստան քաղաքական ուժի միջև եւ արդյոք նա ապագայում կարող է կրկին այլ ուժ ներկայացնել։ Բայց ես կարծես թե քաղաքականության մեջ եմ կրկին հայտնվում, որովհետև դուք դեռևս իշխանություն եք։ Վարդևանյանը նաև հայտարարեց, որ պատգամավոր ընտրվելուց հետո չի վերադառնալու փաստաբանական գործունեությանը, իսկ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավորների պարգևավճարներն ըստ նրա ուղղվելու են բարեգործական ծրագրերի։ ՔՊ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը կատակով հայտարարեց, թե իշխանությունն ուզած-չուզած կողմ է քվեարկելու թեկնածությանը։ Հակառակ դեպքում կարող է ճգնաժամ առաջանալ։ Սակայն ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը պարզաբանեց, գործող կանոնակարգով որևէ թեկնածուի չընտրվելու դեպքում խորհրդարանական ճգնաժամ չի առաջանում։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Միքայել Խաչատրյանը Երևանի ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության այն անդամներից էր, որն այժմ իր գործունեությունը կշարունակի իրականացնել ազգային ժողովում։ Ըստ Խաչատրյանի, թիմում աշխատելու իր փորձը անկասկած օգնելու է իրեն արդեն օրենսդիր մարմնում անկաշկան գործունեություն իրականացնել։ ԿՊ պատգամավորը նշել է, որ չնայած իրենց ընդդիմադիր գործընկերներին առաջարկել են կառուցողական մթնոլորտում աշխատել, միևնույն է գաղափարական եւ արժեքաբանական բազմաթիվ տարաձայնություններ եւ տարբերություններ կան։ Ըստ նրա խորհրդանական ընդդիմությունը ընտրակաշառք բաժանելու շնորհիվ է հայտնվել ազգային ժողովում, ինչի մասին են վկայում բազմաթիվ ձայնագրություններ եւ իրավական գործընթացներ, չնայած նրանց հակադարձ պնդումների։ Իրավական process-ները, գործընթացները այլ բանի մասին են խոսում, որովհետև կան բազմաթիվ ձերբակալվածներ, բազմաթիվ կալանավորվածներ եւ կան բազմաթիվ ձայնագրություններ, թե ինչպես են իրենց քաղաքական ուժի ներկայացուցիչները քաղաքացիներին կաշառք առաջարկում եւ կաշառքով առաջարկում իրենց ընտրել։ Իսկ ինչ ասում են ընդդիմադիր խմբակցությունները, որ չի համապատասխանում իրականությանը, նրանք շատ հարցերում են ասում, որ չի համապատասխանում իրականությանը, բայց մեր ժողովուրդը եւ մեր քաղաքացիները գիտեն իրականությունը եւ այդ ամենից զատ իրավական process-ները ապացուցում են դրանց իսկությունը։ ԵԱՏՄ-ում գործընկերային հարաբերությունների խաթարումը բացասական ազդեցություն կարող է ունենալ անդամ բոլոր պետությունների տնտեսության վրա, այս մասին էլ ասել է ազգային ժողովի ԿՊ խմբակցության պատգամավոր Լևոն Լևոնյանը։ Վերջինիս կարծիքով վարչապետի երկօրյա այցը Ղրղստանի Հանրապետություն եւ մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին կարող են նոր հնարավորություններ ստեղծել միության հետագա աշխատանքի լավարկման եւ առկա տարաձայնությունների վերացման ուղղությամբ։ Ես կարծում եմ այդ ակնկալիքները պետք է հետաքրքրեն բոլոր կողմերին, քանի որ մենք կոլեգիալ կառույց ենք, ԵԱՏՄ-ն նաև մեր կառույցն է, ինչքանով որ Ռուսաստանի Դաշնության կառույցն է, ինչքանով որ Ղրղստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, նաև Հայաստանի Հանրապետության իհարկե, եւ մեր շահերը բոլորիս միտված են մեր պետությունների շահերին, աճին, շահերի պահպանմանը եւ պաշտպանությանը, եւ բնականաբար մեր ակնկալիքները վերադարձն է գործընկերային դաշտ, որովհետև վստահաբար դրանից ոչ միայն Հայաստանն է տուժում, դրանից տուժում են նաև ԵԱՏՄ մյուս անդամ երկրները։ Ակնկալիքները այն է, որ կոնստրուկտիվ դաշտ կվերադառնան մեր գործընկերները եւ սահմանափակումները, որոնք որ անակնկալ կերպով գուցեև անտեղին կիրառվել են Հայաստանի, հայկական մթերքների նկատմամբ կվերանայվեն եւ նորից եմ կրկնում գործընկերային դաշտ կվերադառնանք, քանի որ տուժում են բոլոր կողմերը։ Այլ թեմաներ Բաքվի վերաքննիչ դատարանը չի փոխել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատավճիռը, որոնք դատապարտվել են մինչև ցմահ ազատազրկման, հայտնում են ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցները։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվում դատապարտվել էր իբրև թե խաղաղության եւ մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, այդ թվում ագրեսիվ պատերազմի նախապատրաստման եւ արման ցեղասպանության, պատերազմի օրենքների եւ կանոնակարգերի խախտման, ահաբեկչության, ահաբեկչական գործունեության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման եւ բազմաթիվ այլ գործողությունների համար, որոնք կատարվել են Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ռազմական ագրեսիայի ժամանակ։ Ֆահրեդին Իսմայլովը հետ է կանչվել Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչի պաշտոնից համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ադրբեջանի նախագահը։ Հիշեցնենք, որ Ալիևը հայտարարել է, որ երկրի իշխանությունները լրջորեն քննարկել են ոչ միայն Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովում Ադրբեջանի գործունեությունը կասեցնելու, այլև Եվրոպայի խորհրդից դուրս գալու հնարավորությունը։ Ադրբեջանի ղեկավարը հայտարարել էր, թե ԵԽԽՎ-ն շարունակում է Ադրբեջանի նկատմամբ առաջադրել անընդունելի եւ վերջնագրային պահանջներ։
Միջազգային նորություններն էլ տեսաշարով։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների եվրոպացի դաշնակիցների զինված ուժերը թույլ են։ Ըստ Թրամփի, իր նախորդի Ջո Բայդենի վարչակազմը զգալիորեն խաթարել է Միացյալ Նահանգների զինված ուժերի վիճակը։ Նրանք ամեն ինչ տվեցին, այնքան շատ բան տվեցին, $350 միլիարդ, դա շատ գումար է, ասել է նախագահը առանց մանրամասնելու, թե ինչպես է ծախսվել գումարը։ Թրամփը նախկինում բազմիցս մեղադրել է Բայդենի վարչակազմին Ուկրաինային այդքան արժողությամբ զենք փոխանցելու մեջ։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը խոստովանել է իր տարաձայնությունները Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Իսրայելը հրաշալի գործընկեր է Միացյալ Նահանգների դաշնակիցը, սակայն ինչպես Ֆրանսիայի Միացյալ Թագավորության կամ Միացյալ Նահանգների ցանկացած այլ դաշնակցի դեպքում երբեմն մեր տեսակետները տարբերվում են, ասել է Վենսը։ Խոսելով Իրանի հետ հակամարտության կարգավորման հեռանկարների մասին, Միացյալ Նահանգների փոխնախագահը նշել է, ձգտում է նպաստել դրա կարգավորմանը։ Միացյալ Նահանգները միջնորդների միջոցով Իրանին փոխանցել է հաղորդագրություններ, որոնցում հայտնել է հունիսին ստորագրված Իսլամաբադի հուշագրով ստանձնած պարտավորություններին վերադառնալու պատրաստակամության մասին։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարությունը։ Իրանի արտգործնախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Իրանը դեռևս որոշում չի կայացրել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին անցնելու վերաբերյալ, որի ընթացքում պետք է քննարկվի իրանական միջուկային ծրագիրը։ Ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը մեղադրել է Միացյալ Նահանգների ղեկավարությանը Իրանի դեմ ռազմական գործողության վերաբերյալ ստելու մեջ։ Մեր առաջնորդները բացահայտորեն ստում են մեզ ասելով, սա կապ ունի իրանական միջուկային ծրագրի հետ, սա ոչ մի կապ չունի իրանական միջուկային ծրագրի հետ, որը դուք պնդում եք, որ ոչնչացրել եք անցյալ ամռանը։ Դուք ակնհայտորեն ստում եք, ասել է նա։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է, որ Կոնգոյում Էբոլայի առաջին օջախներում վերջին մեկ շաբաթվա ընթացքում հիվանդության նոր դեպքերի թիվը կրկնապատկվել է, ինչը վկայում է, որ բռնկումն ավելի արագ է տարածվում, քան հաջողվում է ուժեղացնել հակազդման միջոցառումները։ ԱՀԿ ղեկավարի խոսքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շտապ եւ լայնածավալ ուժեղացնել Էբոլայի դեմ պայքարի բոլոր ուղղությունները։ Էբոլայի 17-րդ բռնկումը Կոնգոյում սկսվել է մայիսի 15-ին երկրի արևելքում, օգոստոսի 1-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այն ճանաչել է երկրի պատմության ամենախոշոր բռնկումը։ Վերջին տվյալներով վիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3700-ը, իսկ մահացածներինը 1600-ը։ Կարճատև դադարից հետո կշարունակենք թողարկումը։ Սար է ներկայացիքի վրա է պրոյեկցիաների արտադրյալի, իսկ իզի համակարգում երակյան կողմերը հավասար են և շահավեր։ Մինչև օգոստոսի 31-ը երկար սպասված շահավեր երակյուն ակցիայի շրջանակում ստացեք բացառիկ պայմաններ կամ սան մահկոց է կողմակները միասին ձեռք։ Իզիալ համակարգ, դեպի կատարելություն։ Դեղցի նուրբ քաղցրություն։ Կիտրոնի թեթև թարմություն, վայելիր Մարիաննայի զովացնող սառը թեյերը և զգա ամռան իրական հաճույքը։ Մարիաննա, քո լավագույն ընտրությունը։ Մեծ լիկվիդացիան Վեգայում շարունակվում է։ Մինչև օգոստոսի 16-ը մեծ լիկվիդացիա Վեգա սրահներում կահույքի և տեխնիկայի շատ մեծ տեսականու համար։ Մանրամասները Vega.am։ Ես էլ մեր սիթին խուճա, էդին ծանոց։ Ես այգեստան, ես բուսավանական այգին, ես էլ բանջարից։ Սմերի այգիները հայ են ու ամիս բերք են հալիս։ Սիթիի լավներն է, որ դու կարաս երեխուտ կասկadով բացացնես որն են, ինքը խաղա, մինչև դու բարեխույն նալիս։ Մեր մայրաքաղաքի ամեն անկյուն մի սիթի։ Մի խոսքով Երևան սիթին սուպերմարկետների մայրաքաղաքն։ Երևան Սիթի, սիրելի, հարազատ և բոլորիս համար։ Յութագորասի թե ուրեմը հիշում ես, ուղղանկյուն երանկյան ներքնազիկի քարակուսին հավասար է էջերի քարակուսիների ումանին, իսկ իդեալ համակարգում երանկյան կողմերը հավասար են և շահավեր։ Մինչև օգոստոսի 31-ը երկար սպասված շահավեր երանկյուն ակցիայի շրջանակում ստացեք բացառիկ պայմաններ, դուռ, լամինատ և պաստառներ միասին ձեռք բերելու համար։
Պետության համակարգ դեպի կատարելություն։ Շարունակում ենք թողարկումը կան փոփոխություններ, որոնք առաջին հայացքից չեն երևում, բայց ամեն օր զգացվում են։ Ջրի կայուն ճնշում, ավելի քիչ վթարներ, ավելի հուսալի ջրամատակարարում։ Հենց այս նպատակով Արմավիրի մարզի Ակնալիճ, Միասնիկյան եւ Բաղրամյան բնակավայրերում Վիոլա ջուրը սկսել է ջրամատակարարման համակարգերի լայնածավալ վերակառուցման աշխատանքները։ Արմավիրի մարզում խմելու ջրի խնդիրը շարունակում է մնալ ամենացավոտ հարցերից մեկը։ Այստեղ հաճախ են բնակիչները բախվում ջրի ցածր ճնշման, հաճախակի վթարների եւ դրա հետևանքով տեղի ունեցող ընդհատումներին։ Շատ դեպքերում էլ ջրագծերն անցնում են անհատական տնտիրություններով, ինչն էլ ավելի է բարդացնում սպասարկման աշխատանքները։ Ճիշտ է, մարզում Վիոլա ջուր ընկերությունը շարունակաբար իրականացնում է իր ներդրումները, սակայն դեռ խնդիրներն ամբողջությամբ լուծված չեն։ Վիոլա ջուր ընկերությունն այս տարվա պկած բաղադրիչի շրջանակում եւս Արմավիրի մարզի 3 բնակավայրում՝ Ակնալճում, Բաղրամյանում եւ Միասնիկյանում իրականացնում է ջրամատակարարման համակարգերի լայնածավալ վերակառուցում։ Ծրագրի 254 միլիոն դրամի ներդրումից Ակնալճի մասնաբաժինը կազմում է 67.8 միլիոն դրամ։ Ընդհանուր այս մեր ծրագրով վերակառուցվելու է 3 համայնքներում մոտ 14.1 կիլոմետր ջրագծեր, 25 մմ-ից մինչև 300-250-300 մմ-ի տրամագծով խողովակներ եւ ընդհանուր 3 համայնքների մասշտաբով մոտ 369-370 բաժանորդների համար պետք է կառուցվեն ջրաչափական հորեր սահմանազատման կետերում, այսինքն սահմանազատումել են կատարում, ցանցը բերում ենք այնպիսի տեսքի, որը լինի կառավարելի։ Մոտավորապես կառուցել ենք 950 գծամետր մագիստրալ խողովակ, զուգահեռ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, մյուս համայնքներում էլ սկսենք աշխատանքները։ Կառուցելուց հետո որոշակի խմբեր կտեղափոխենք նաև Բաղրամյան, Միասնիկյան համայնք։ Բարդություններ առաջանում են, քանի որ հին խողովակները մաշված են, վթարներ են լինում, տեղում իրականացում է վթարների վերացման աշխատանքներ։ Ակնալճում աշխատանքները կներառեն Բարեկամության, Շահումյան եւ Շինարարների փողոցները։ Այստեղ 163 բաժանորդի համար կփոխարինվի մոտ 4 կիլոմետր քայքայված ջրամատակարարման ցանց, որը տարիներ շարունակ մշտական վթարների պատճառ էր դառնում։ Նույնիսկ տասնյակ տարիներ շարունակ Ակնալիճ համայնքում ջրամատակարարումը եղել է շատ ցածր մակարդակի, բոլոր վթարները լինում են գաղտնի, որի հայտնաբերումը եւ վերացումը բավական երկար ժամանակ էր տևում, որի ընթացքում առաջանում են բնականաբար բնակչության դժգոհությունը ջրի ճնշման անկման պատճառով, որոշ թաղամասեր ընդհանրապես ջուրը չէր բավականացնում։ Միասնիկյանում ջրագծեր կվերակառուցվեն Երևանյան փողոցի հատվածներում եւ հարակից 4 փողոցներում։ Վերակառուցվող ցանցի երկարությունը 54 բաժանորդի համար կկազմի 2.3 կիլոմետր։ Նորից էլի վթարները գաղտնի են, որոնց հայտնաբերումը, ինչպես ասացինք, բավականին ժամանակապահանջում։ Այդ խնդիրները ավարտելուց հետո Միասնիկյանում բավականին նորից կարգավորվի։ Բաղրամյանում էլ կվերակառուցվի 6-ից 7 փողոցների ջրամատակարարման ցանցը մոտ 8 կիլոմետր երկարությամբ։ Այստեղ նույնպես հին քայքայված խողովակները կփոխարինվեն նոր պոլիէթիլենե ջրագծերով, իսկ սահմանազատման կետերում կտեղադրվի 152 բաժանորդի համար նոր ջրաչափական հոր։ Բնակիչներն արդեն ասում են, սա տարիներով կուտակված խնդիրների լուծման սկիզբն է։ Նրանք վստահ են, որ նման համակարգով ջուրը կլինի ավելի կայուն, ճնշումը հավասար, իսկ մշտական վթարները վերջապես կմնան անցյալում։ Ջրագծերը որ փոխում են լավ է, օրական տրակում էր, հիմա որ փոխում են լավ է, պրզնում ենք։ Օրական փոխում են, օրական տրակում էր, օրական փորում են, էլ ինչ ասեմ։ Հաճախել ջուրը անջատում։ Հա, ոնց, հա, անջատում են 2-3 ժամով չելնեմ, կոդորվում ենք, հիմա լավ է, որ ըսկան բան գործանում են։ Վիոլա ջուր ընկերության կողմից Արմավիրի մարզում իրականացվող այս փոփոխությունների արդյունքում ջուրը կբաշխվի հավասարաչափ, կկրճատվեն շահագործման ծախսերը, համակարգը կդառնա առավել կառավարելի եւ որ ամենակարևորն է կխնայվի վայրկյանում 9 լիտր ջուր։ Ստորգետնյա ենթակառուցվածքների վերակառուցումը հաճախ անտեսանելի է մնում, սակայն հենց այդ աշխատանքներից է սկսվում կայուն եւ անխափան ջրամատակարարումը։ Փոխարինված ջրագծերն ու արդիականացված համակարգերը ժամանակի ընթացքում նվազեցնում են վթարների թիվը, բարելավում ջրի ճնշումն ու մատակարարման հուսալիությունը։ Այդ նպատակով Վիոլա ջուրը շարունակում է քայլ առ քայլ կառուցել ավելի արդյունավետ, ժամանակակից եւ վստահելի ջրամատակարարման համակարգ իշահ յուրաքանչյուր բաժանորդի։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։
Այսքանը ցտեսություն։